Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում, իրենց համար հայտարարություններ անում, դրանի պատասխան Ադրբեջանի քայլերը նկատելի են։ Ղարաբաղի ներկայացուցիչներն ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանն էլ ասում է կգամ կմտնեմ արևմտյան Ադրբեջան կհիմնեմ, ասել է Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը նաև նշել է, որ այդ հայտարարություններն Ադրբեջանի հայելային արձագանքն են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների քայլերին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ղրղզական խորհրդարանի նախագահ Նուրանբեկ Տուրգունբեկուլի իր գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզստանի ժողովուրդների միջև առկա ամուր հարաբերությունների փաստը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին առևտրի նախարար Պետր Սիարտոյի հետ։ Հանդիպումը կայացել է նախարարազրույցի ձևաչափով ապա ընդլայնված կազմով։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։ Շատերն ասում են այդ փոքր լոկալ կոնֆլիկտի համար այդքան բան դուրս չի գա, բայց մենք տեսանք, որ դուրս եկավ լրագրողների ճեպազրույցում ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով 1 տարի առաջ Բագրատ arczepiskopos Գալստանյանի առաջնորդած շարժմանը։ Նա նաև նշել է, որ որոշ մարդիկ խոստացել են անհնազանդության ակցիաներ անել, բայց չեն արել։ Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հական Ֆիդանի երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խոսքով ռուսական կողմը Թուրքիայի հետ համագործակցության մեծ եւ դրական փորձ ունի։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հետ ընկերական հանդիպումներին ընդառաջ։ Հավաքականի կազմում չի ընդգրկվել դարպասապահ Չանչարևիչով, ենթարկվել է վիրահատության, նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 2 շաբաթ։ Տիգրան Բարսեղյանը եւս պատրաստվում է վիրահատության եւ այս անգամ չի կարող օգնել հավաքականին։